Հիմա 21-րդ դարում ենք։ Հիմա տղամարդը պետք է ունենա բարձր ֆիզիկական ակտիվություն, պետք է ճիշտ բաշխի իր առօրյան, պետք է ճիշտ իր սննդակարգը, եւ մենք եւս մեկ անգամ խոսել ենք, ուտում են ամեն ինչ որ կպատահի ցերեկը, ինչ որ որտեղ կպատահի, հա, այդպես fast food-ներ եւ այլ, որոնք անառողջ սնունդ են, բնականաբար արդեն վնասակար սնունդ է, այո։ Եվ իհարկե այստեղ չեմ կարող չնշել հատկապես սակավաշարժ կենսակերպի կամ նստակյաց կենսակերպի վնասակար ազդեցությունը սեռական համակարգի վրա, թե կանանց, թե տղամարդկանց պարագայում, իհարկե տղամարդիկ ավելի շատ են հարվածի տակ, ինչու, որովհետև սեռական օրգանները չեն սիրում ընդհանրապես սակավաշարժություն, իսկ հաշվի առնելով մեր պացիենտների առօրյան, ամբողջ օրը հիմնականում նստած եւ որպես կանոն այդ սակավաշարժ կենսակերպը շատ ժամանակ բերում է սեռական օրգաններում տարբեր տեսակի կանգային բորբոքումների, շագանակագեղձի բորբոքման եւ որտեղ կա կանգ, այնտեղ կա բորբոքում։ Իհարկե, եւ ժամանակի ընթացքում դա էլ հանգեցնում է սեռական տարբեր տեսակի խանգարումների եւ պոտենցիայի խանգարման կարող է հանգեցնել եւ ակտի տևողությունը կարող է տուժել, երբ սերմնահեղուկի որակական ու քանակական ցուցանիշները կարող են նվազել, այսինքն մենք պիտի հասկանանք, որ նույն այդ կոմֆորտ զոնան շատերի համար դա կոչ, երբ որ խոսում ես, ասում ես, բայց այսպես հարմար է։ Այդ կոմֆորտ զոնան պետք է առողջ լինի, ինչպես որ ափսեն պիտի առողջ լինի մարդու սնունդի։ Նույնը կոմֆորտ զոնան, երբ որ կոմֆորտ զոնան արդեն կլանում է ամբողջ օրը մարդու սնունդը, աշխատանքը, հանգիստ ամեն ինչ, ինքը դառնում է արդեն վնասակար։